Ոստիկանության գվարդիայի ստեղծմամբ ձևավորվեց պետություն քաղաքացի հարաբերությունների նոր ձևաչափ։ Այդ համատեքստում փոխվեց նաև գվարդիայի ծառայության մեթոդաբանությունը։ Շրջիկ կարգախմբերը ծառայություն են իրականացնում հանրային տարածքներում, ընդլայնելով երթուղիներն ու ապահովելով քաղաքացիների հետ շփման նոր որակ։ Մենք ծառայություն ենք իրականացնում ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում եւ ակտիվ համագործակցության մեջ ենք ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ։ Հարկ եղած դեպքում արագ արձագանքում ենք եւ անհրաժեշտության դեպքում մոտենում ենք նշված վայրը։ Նոր մոտեցման հիմքում թիրախային եւ համապարփակ վերլուծություններն են։ Նպատակը կանխարգելիչ աշխատանքի արդյունավետության բարձրացումն ու հնարավոր միջադեպերին արագ արձագանքումը։ Հաշվի են առնվել մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են օրինակ եղանակային պայմանները, դասապրոցեսների վերսկսելը բուհերում, դասամիջոցների ժամերը, դրանց համադրում է կատարվել, որի արդյունքում ոստիկանության գվարդիայում իրականացվել է ծառայություն իրականացնող վերակարգերի տեղորոշման փոփոխություններ եւ նաեւ վերակարգերի քանակի ավելացում բուհերում եւ բուհերին հարակից զբոսայգիներում։ Հերթափոխի ընդունումն ազդարարվում է հրահանգավորմամբ։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները ծանոթանում են նախորդ օրվա օպերատիվ իրավիճակին, ստանում համապատասխան հանձնարարականներ եւ դուրս գալիս երթուղիներ։ Գվարդիայի ծառայողները մոտենում են ուսումնական հաստատության ղեկավար կազմին, հեռախոսահամարներով փոխանակվում են եւ անհրաժեշտության դեպքում ուսումնական հաստատության ղեկավար կազմը անմիջապես կապ է հաստատում մեր ծառայողների հետ։ Ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում ծառայողների մշտական ներկայությունը թույլ է տալիս ոչ միայն կանխել միջադեպերի զարգացումը, այլև վաղ փուլում չեզոքացնել դրանց առաջացման ռիսկերը։ Համագործակցությունը գնահատում լավ, որտեղ անմիջական կապի մեջ ենք։ Հնարավորության հեռախոսահամարներով փոխանակվում ենք։ Նույնը կատարվում է ժամը 4-ին, երկրորդ հերթափոխով։ Թե հետիոտն, թե ավտոմեքենաներով շրջիկ ծառայությունը շարունակաբար գրանցում է դրական արդյունքներ։ Գվարդիայի ձևավորումից նոյեմբերի 1-ից մինչ օրս ծառայողները բացահայտել են 314 հանցագործության դեպք եւ արձանագրել 30 իրավախախտում։ Մենք հետևողականորեն շարունակելու ենք մեր աշխատանքը եւ կատարված վերլուծությունների հիման վրա հնարավոր է կատարենք նաեւ նոր վերաբաշխումներ, այսինքն մոտեցումը միատեսակ չէ, մոտեցումը մեծ ձևավորվելու է ստեղծված օպերատիվ իրավիճակի վրա։ Ծառայության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ոստիկանության գվարդիան շարունակելու է մշտադիտարկումն ու երթուղիների ընդլայնման քաղաքականությունը, կանխարգելելու եւ արձագանքելու ցանկացած միջադեպի, ապահովելով քաղաքացիների անվտանգությունը։